ակնություն, հաջորդը պոլիտիկ, կվերադառնանք աշխատանքային երկրորդ ժամի մեջ ենք, խնդրում եմ մի հարցի ռեժիմը պահենք, որ բոլորը հարցնեն գոնե մի հարց։ Ես ճիշտ ասած, պարոն նախագահ, մի հարց ունեմ, երկու հարց ունեմ։ Մի հարցը առաջացել է ձեր նախորդ ասուլիսից հետո, երբ որ մեզ լրագրողներից քննադատում էին, ասում են իսկական հարցերը թողած, ուրիշ հարցեր եք գնում տալիս պարոն Քոչարյանին, այդ իսկական հարցերից մեկն է, իրենց փոխանցած հանրության, որը պարտքս եմ համարում փոխանցել։ Նախ ձեզ հարցնում են, ձեր կառավարման ժամանակ երբևէ ԱԱԾ-տնօրեն Կարլոս Պետրոսյանը ձեզ զեկուցել է, որ Նիկոլ Փաշինյանը հավաքագրված գործակալ է, թե չի զեկուցել։ Դուք ձեր առանձնատանը Մհեր Գրիգորյանին ընդունել եք 2020-ի նոյեմբերի 11-ին եւ 2023-ի սեպտեմբերին։ Դուք եք Գագիկ Ծառուկյանին խնդրել, որ ԲՀԿ-ի քվոտայով ինքը փոխվարչապետ դառնա Փաշինյանի մոտ։ Եղել է այնպիսի իրավիճակ, որ Մհեր Գրիգորյանը ուզենա դուրս գա, դուք ինչ-ինչ ձևերով համոզեք, որ ինքը այնուամենայնիվ մնա եւ շարունակի աշխատել։ Սա այդ հարցերից մեկն էր։ Մի րոպե, մեկը Կարլոս Պետրոսյան, ես կհիշեցնեմ։ Ինչ։ Կարլոս Պետրոսյան։ Հերթով գնանք, լավ, մեկ Կարլոս Պետրոսյան, մեկը Մհեր Գրիգորյան, մյուսը եթե կարելի հարցնեմ, եւս մի հարց ունեմ, էլի։ Որը կապված է արդեն այն հիմնական մեղադրանքների շարքերից մեկն է, որ դուք ձեր կառավարման շրջանում մեր ազգային հարստությունները վաճառել եք օտարին։ Խոսվեց Մերգելյան ինստիտուտի մասին, բայց իմ խոսքը գույք պարտքի դիմաց գործարքի մասին չէ, որ այդ կապված տարբեր առիթներով դուք խոսել եք, որ 300 միլիոն է եղել մեր բյուջեն, քեշով փակելու դեպքում խնդիր կունենանք այդ պարտքը 100 միլիոն։ Խոսքը այլ ուրիշ կարևոր ձեռնարկությունների մասին է, մասնավորապես Արմենիա հյուրանոցը այդ տարիներին սեփականաշնորհվեց, անի Երևան հյուրանոցները սեփականաշնորհվեցին, Արմենտելը հայտնվեց հույների ձեռքում 10 տարի օտարից կախվածության մեջ էինք մենք ընկել, կապի ոլորտում Վիոլիա ջուրը հանձնվեց, բացի այդ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ $600,000 սեփականաշնորհվեց, դա համարվում է ձախողված գործարք, որովհետև Կոմսապ ընկերությանն էր օտարվել, որը հետո դարձավ Geopromining Gold-ը, այսպես մեկը մեկին փոխանցելով։ Վատ են համարում այն գործարքը, որը Աղթալայի, Կապանի լեռնահարստացման կոմբինատների վաճառքը, ընդերքի վաճառքը, այսպես ասած, եւ հատկապես ԶՊՄԿ-ի վաճառքը համարում են շատ ոչ արդյունավետ մեր քաղաքացիների համար, քանի որ այն վաճառվեց $132 միլիոն, երբ որ այդ ընկերության մի տարվա հասույթը հաջորդ տարվա $190 միլիոն է կազմել, այսինքն մի տարվա հասույթից ավելի քիչ գումարով է վաճառվել ըստ վերլուծությունների, եթե ինչ-որ տվյալ սխալ է, դուք կխնդրեմ ճշգրտեք եւ ավելի ճիշտ տվյալներ ասեք։ Հիմա հարցս հետեւյալն է, չկա զղջում, որ մեր հանրային սեփականությունը, մեր հանրային միջոցները, մեր ազգային հարստությունները ժամանակին օտարվել են, այս շարքի մեջ նաև Պեռնո Ռիկարի մասով նշեմ, այստեղ մի տեսակ սխալ կա, ես հետևել եմ ձեր բացատրություններին, դուք ասել եք ռուսներն էլ էին ուզում կոնյակի գործարանը վերցնել, բայց մենք ֆրանսիացիներին տվեցինք, որովհետև մոտեցումն այն էր, որ հետո կոնյակ բրենդը մենք կարողանանք օգտագործել, բայց հիմա մենք տեսնում ենք փաստացի, մենք փաստի առաջ ենք, այդ բրենդը չենք կարողանում օգտագործել, նաև այդ մասով խնդիր ունենք։ Չկա զղջում, որ մեր սեփականությունը հանձնվել է օտարներին։ Շնորհակալություն։ Լավ։ Կարլոս Պետրոսյանի հետ երբեք որևէ խոսակցություն Նիկոլ Փաշինյանի մասին չի եղել, որտեղ այն ժամանակ Նիկոլ Փաշինյան երևույթ չի եղել։ Հասկանում եք, ով էր Նիկոլ Փաշինյանը։ Ես ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի հետ շփումբան չեմ տեսել այդ մարդու, ասենց որ ասել ժիվո էլի, չոր բանի վրա, ինքը ինձ չէ հետաքրքրել ընդհանրապես։ Մհեր Գրիգորյանը ես տեսած չկամ, խոսած չկամ ընդհանրապես։ Ես չգիտեմ որտեղից է այդ ինֆորմացիան, թե Մհեր Գրիգորյանը ես ինչ որ բանի մեջ համոզել եմ, քան ինքը իմ տունն է եղել։ Տեսած չկամ, անծանոթ եմ։ Երրորդ հարցը մի քիչ շատ մեծ հարց էր։ Նայեք, 98 թվականի, 97 թվականի, թե 8 թվականի
թիվը փորձեմ հիշեմ, օտարերկրյա ներդրումները Հայաստանում եղել են ընդամենը 37 միլիոն դոլար։ Ընդամենը։ Իմ ավարտի պաշտոնավարման ամարտի վերջ տարիներին արդեն դառնում էին ընդհանրապես ներդրումները, այդ ուղղակի ներդրումները մոտավորապես 800 միլիոն դոլար։ Եթե ուզում եք այդ այն ժամանակվա 800 միլիոն դոլարը հիմիկվա տարապես 1.5 միլիարդի չափ է։ Եթե ուզում ես տնտեսությունը զարգանա, պետք է բարենպաստ ներդրումային պայմաններ ստեղծել։ Ընդհանրապես թեզը, որ sense ազգային հարստությունը դուք պետական հյուրանոց հասկացողություն ընդհանրապես կարող եք ինձ բացատրել ինչ է։ Ինչ է նշանակում պետական հյուրանոց։ Որևէ մի երկրում կայացած պետական հյուրանոց գոյություն ունի, ես չեմ լսել։ Հենց ես իմ ժամանակ կարողացել ենք դա կոտրել։ Երբ Արմենիա հյուրանոցը սեփականաշնորհեցիք մի ամերիկյան խմբի, ներդրողների խմբի, եւ այն ժամանակ ցույց էր անում, մի բարմեն կար այդ ռեստորանում, մի քիչ sense կիսախարոշի էր, իրեն գործից ազատում էին։ Հիմա ինքը ցույց արել ազգային ժողովին մոտ էր բերել ինչ որ մի 15-20 հոգով, եւ գիտեք բողոքը ինչ էր։ Ասում են ինձ ազատել են, որտեղ ինձ սեփականատերը նոր ասել է դու ամեն օր պիտի թրաշվես։ Ինքն էլ շաբաթը մի անգամ էր թրաշվում։ Այդ մակարդակի էր ընկալումը սերվիսների։ Հենց պետք է լավ հետաքրքիր ընկերություն բերես, որ այդ մշակույթը մտնի նաև ոլորտի մեջ։ Երկը ճիշտ ենք արել։ Կոնյակի գործարանը ոչ միայն ինքը մշակույթ բերեց ոչ միայն որակյալ կոնյակի։ Ես անկեղծ ասեմ, այդ կոնյակի գործարանը, որ առել են, 1 տարի հետո, թե 6-7 ամիս հետո հանդիպման ժամանակ Պիեր Լարեչը, չեմ սխալվում, այդ ձևեր անում։ Գիտեք ինչ էր ասում։ Ասում է, ինչ որ ունեք այդ կոնյակը, մեկ չենք հասկանում, այդ ինչ է։ Գույնը բանը ոնց որ կոնյակի նման է, բայց չենք հասկանում, մեջ ինչ է։ Այդ կարգի խզում կար որակի մեջ։ Եթե դուք չգիտեք, ասեմ, սովետի ժամանակ հայկական կոնյակների 80%-ը արտադրվում էր բուլղարական սպիրտերից։ 80%։ Եվ միայն ասես մարրջնի կոնյակներն էին արտադրվում հայկական։ Հիմա մենք ֆիքսել ենք, որ հակառակը դու չես կարող հայկական կոնյակ անվանել այն կոնյակը, որը չի արտադրված հայկական խաղողից, հայկական սպիրտից եւ այլն։ Եվ այդ մշակույթն էլ իրենք բերել գործարար, վերամշակող գործարան եւ յուղացի հարաբերությունների մեջ։ Եվ այդ մշակույթը ստիպեց ուրիշներին ամբողջությամբ փոխել մտածումները։ Նույնը եղավ վիոլա ջրի հետ։ Դուք ամենից լավ գործարքները հիմա բերում եք որպես ամենից վատ կամ զախողված գործարքներ։ Ես ասեմ ինչ է եղել միջև վիոլա ջուրը։ Դուք երևի չեք հիշում։ Երևանում 6 ժամով, 4 ժամով, 7 ժամով են առավելագույնը ջուր ստանում տներում։ Վիոլա ջրի ժամանակ դարավ շորժջորը։ Հետո հիմա սկսել են ինչ-որ մի քիչ հետ ապրել, որովհետև կառուցապատում մի քիչ բանը անկանոն կառուցապատման ինչ-որ process-ի հետ են առնչվում։ Բայց վիոլա ջուրը դա փոխեց։ Եթե դուք չգիտեք, նայեք, մի տեղ որ ջուր էր գցում ասֆալտի տակ, 100 մետր փողոց էին քանդում ասֆալտ։ Հասկանան թե այդ ջուրը որտեղից է գցում։ Որտեղ հողովակը ջրի տակ է, չի երևում, չէ՞։ Օրինակ ինձ համար սա բան էր, հայտնաբերություն էր, ինչ է նշանակում ժամանակակից կառավարում։ Պարզվեց իրենք սարք ունեն, այդ սարքը բերում են, այդ ասֆալտով տանում են, ինքը ցույց է տալիս, թե այդ հողովակը որտեղից է ջուր գցում, վերևից։ Տիրախային հանում են փոխում։ Ես մի շատ պարզ sense պրիմիտիվ օրինակ եմ բերում, բայց օտարերկրյա ներդրումների նաև նպատակը այդ մշակույթը, այդ տեխնոլոգիան բերելն էր եւ արել ենք սա։ Վիոլա ջուրը իմիջիալից կոնցեսիոն ավելի շատ դե պայմանագիր է։ Եվ այսպես շարունակ ես կարող եմ բոլոր գործարքների վերաբերյալ ասել, իմ ժամանակ չի եղել, որ սեփականաշնորհվի ու չաշխատի։ Չի եղել։ Մենք տարեկան ստեղծում էինք 40-ից մինչև 50-55 հազար աշխատատեղ։ Եվ այն ժամանակ
Մամուլին ինչ էինք տալիս։ Բացի նրան, որ ասում ենք այսքան աշխատատեղ է ստեղծվել, հասցեներով գրում ենք որտեղ, որ հիմնարկում ինչքան, որ հիմնարկում քանի աշխատատեղ։ Դուք կարող եք արխիվում, ենթադրում եմ, որ գրադարաններում կրնեն ժամանակ սոցցանցեր չկային, նվազագույնը եղել է 35,000 2000 թվից սկսած։ Հասցեներով խնդրում էի, ասում էի, եթե բան գտնեք, որ sense ինֆորմացիան ճիշտ չի, ինձ ասեք։ Այսպես էր։ Եվ երբ նախագահ եմ դարել, գործազրկությունը Հայաստանում եղել է 20%-ից ավել։ Հիմա ձեր մտածելով ինչքան էր եղել Հայաստանում գործազրկությունը, օրինակ 2007 թվականի վերջին։ Չգիտեք։ Ինչ? 7%, 7.1 7.1 գործազրկություն։ Հիմա գործազրկությունը 14% է։ Հիմա ասում են, պարզվում է այս տարվա ընթացքում ինչ որ մեթոդաբանություն են փոխում թվերի հետ խաղալու համար։ Տարին սկսել ենք, անցած տարի սկսել, թե անցած տարի սկսել են 14%-ը, իբրև տարվա վերջ դարարա 12.5, թե 12.7։ Լավ է, թվերի հետ խաղալը բան կրկեսում չենք։ Ասեն ժանգլորի պես է, որ բանը բուբլիկները բանը որ sense բան են անում։ 14% գործազրկ։ Ես ստացել եմ 20-ից ավել, ես թողել եմ պաշտոնը 7.1% գործազրկությամբ։ Հանքերը, հանքը շալակում տանում են, հանքը սեփականաշնորհել ենք բանը Քաջարանի։ Ամենից լավ գերմանական ընկերություններից մեկին։ Եվ այն ժամանակ դա լավագույն գործարքներից մեկն է։ Եվ սենց ասեմ, ես այն ժամանակ մի քիչ չեմ վստահել, սենց տեղում մի քիչ չինովնիկական բանը կար Հայաստանում։ Առաջի սեփականաշնորհումները մենք արել ենք հետևյալ կերպ, վարձել ենք մի խոշոր ընկերություն ամերիկյան Merrill Lynch ընկերությունը։ Այդ ափսոս տարիները անցել չի, դուք էլ ջահել եք։ Եվ այդ ընկերությունն է ամբողջ այդ սեփականաշնորհման process-ը տարել։ 10 ընկերություն ենք վերցրել եւ տեղից սկսել են մարդիկ հասկանալ, թե ինչ արժեք ունի այդ ակտիվները։ Դուք վերցրեք սեփականաշնորհման գները, ինչ որ եղել է Երևանում, մինչև 2008 թիվ եւ 2008 թվականից հետո։ Սարուձոր։ Հիմա մեր լիճընկերությունը սեփականաշնորհել է իրենց միջոցով են արել, outsource են արել այդ ֆունկցիան, որ վստահ լինեն, որ մեր sense չինովնիկական այն ժամանակվա հալա դեռ չենք հասցրել փոխել, որ այդ խնդիրները չունենանք։ Անի հյուրանոց, Արմենիա հյուրանոց, Արմենթել արդեն հունական էր։ Ուղղակի մենք ունեինք նաև մի բաժնեմաս եւ այդ բաժնեմասն ենք ուղղակի վաճառել։ Հիմա մյուսների անունները արդեն չեմ հիշում, բայց տվել ենք մի ցուցակ եւ իրենց մասնակցությամբ այդ ցուցակից փորձել ենք արդյունավետ սեփականաշնորհում ունենալ։ Նաև Պեռնոյիկար անձամբ ես եմ թռել այդ գործարանը։ Պատմել եմ։ Հիմա եթե Պեռնոյիկարը դուք համարում եք վատ գործարք, ուրեմն Հայաստանում ավելի լավ գործարք ուղղակի դժվար է հորինել։ Եթե պիտի մենք չսեփականաշնորհենք, որովհետև բարմենը ուզում է շաբաթը մի անգամ թրաշվի, այդ փնթի տեսքով չի լինել, այդ բարնեստոյկայի հետ է, հիմա ինչ ասեմ։ Համամիտ չեմ ձեր գնահատականի հետ։ Ես մի պրոբլեմ ունեմ, նայեք, ես ասեմ, ինչ է նաև փոխվել, միգուցե մի քիչ իմ աշխատավոճում։ Նախագահ ժամանակ ասում էի, լավ, մի բանը մի անգամ ասել եմ, հերիքա։ Նույնիսկ իմ մամուլի ծառայությունը նախագահային ժամանակ նեղում էր։ Ասում էր հերիքա, ինչ եք մի անգամ ասել ենք, հիմա ով հասկացել է, ով չի հասկացել Աստված իր հետ, հիմա ինչ ուզում է, այս ձև էր։ Հիմա հասկանում եմ, որ բան կա, որ պիտի 100 անգամ ասես։ Ուղղակի պիտի 100 անգամ ասես։ Դե լարաուս այնպեսին է, որ ոնց որ այդ ջուր հոսող ջուր լինի։ Սենց տանում, պիտի 100 անգամ ասես, որ մնա։ Հիմա ես այդ լավը չէի ասում,
ինձ թիրախավորելով ինչ ասես ին վրա չէին ասում, բայց 100 անգամ էին ասում, ավելի լավ էին հասկանում այդ բոլոր դիազդեսությունը եւ լիքը բաներ այն վրա կախվել, որի հետ կապ չունեմ ընդհանրապես։ Իմիջիալուց ագարակի գործարանը միջև իմ նախագահության վերջ աշխատել է։ Սեփականատերերի փոփոխությունը արդեն իմ հետ մի կապեք։ Քաջարալի գործարանը եղել է գերմանական ամենից լավ ընկերություններից մեկի սեփականացում։ Հիմա ռուսական, այո, քրոնեմետրներ։ Ներսմաս բան Հաջորդ Ոնը հարց։ իմ եղած մեղքերը իմ բան արեք, իմ վրա բարդեք ոչ թե ուրիշ։ Պոլիցիկ, հետո Էսկոմը, Ռադար, 24 News, Արմնուր։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, նախ հիշեցնեմ, որ նախորդ